Հոկտեմբերի 15, 2021 թվական։ Եվրոպայի մի քաղաքում, որի անունը պաշտոնական աղբյուրները երբեք չհաստատեցին, մի տղամարդ ավարտեց հեռախոսազրույցը եւ նայեց պատուհանից դուրս։ Նրա անունը Վանո Սիրադեղյան էր գրված 5 տարբեր անձնագրերում, բայց միայն մեկում իրակունում։ 20 րոպե անց նրա մահվան մասին տեղեկատվությունը տարածվեց Հայաստանում։ Մանրամասներ չկային, որևէ լուսանկար մարմնի չկար, որևէ բժշկական փաստաթուղթ չէր հրապարակվել։ Ովքեր էին այդ հեռախոսի մյուս ծայրում։ Ինչի մասին էր վերջին զրույցը։ Եվ ամենակարևորը, արդյոք իրոք մահ եղավ այդ օրը, թե սա էր հերթական քայլը մարդու, որը 30 տարի շարունակ մի քայլ առաջ էր բոլորից։ Հիշեք մի փաստ։ Երբ խորհրդային իշխանությունները ձերբակալեցին նրան 1988 թվականի դեկտեմբերին, նա նստեց Մատրոսկայա Տիշինա բանտում։ Երբ քրեական աշխարհը վերահսկում էր Երևանի փողոցները, միայն նա վռնդեց բանդաներին կարճ ժամանակում։ Երբ նրան փնտրում էին հսկայական պետական ապարատով, նա անհետացավ առանց հետքի։ Եվ հիմա, երբ պաշտոնապես հայտարարում են նրա մահվան մասին, 100 հազարավոր հայեր հարց են տալիս. արդյոք։ Իսկ արդյոք իրոք կա այն փաստաթղթերը, որոնք ապացուցեն, որ Վանո Սիրադեղյանը իրականում հեռացավ կյանքից։ Թե սա էր ամենամեծ խաղը, մարդու, որին դուվին անվանում էին մոխրագույն կարդինալ։ Վանո Սիրադեղյանն ավարտեց Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը 1974 թվականին։ Այդ ժամանակ նա արդեն գիտեր, թե ինչպես աշխատեն խոսքը։ Ոչ միայն տպագրությամբ, այլև ուղղակի մարդկանց մտքերում։ Նա հասկացավ, փաստն ինքնին ոչինչ է, եթե չգիտես, թե ինչպես պատմել այն։ Իսկ ամենահզոր պատմությունները դրանք, որոնք երբեք չեն ավարտվում։ Դրանք, որոնք թողնում են հարցեր, փոխարեն պատասխանների։ Նա դարձավ լրագրող, բայց ոչ սովորական։ Նրա հոդվածները շատերը կարդում էին 2 անգամ։ Առաջին անգամը տեղեկություն ստանալու համար, երկրորդ անգամը հասկանալու համար, թե ինչ չի գրված բառերի արանքում։ 1980-րդ թվականներին, երբ խորհրդային համակարգը դեռ թվում էր անխախտ, Վանոն արդեն տեսնում էր այն ճաքերը, որոնք կփշրեն ամբողջ կառույցը։ Եվ նա սկսեց գրել ոչ թե համակարգի մարքի մասին, այլ մարդկանց մասին, որոնք հավատում էին այլ կերպ ապրելու հնարավորությանը։ Բայց գրելն ինչ։ Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը 1988 թվականի փետրվարին, երբ հազարավոր հայեր ելան հրապարակներ պահանջելու, որ Լեռնային Ղարաբաղը մնա հայկական, Վանո Սիրադեղյանը դադարեցրեց գրելը։ Նա միացավ Ղարաբաղ կոմիտեին։ Եվ դա էր առաջին անգամը, երբ նա դարձավ ոչ թե դիտորդ, այլ խաղացող։ Կոմիտեի անդամները հասկանում էին, խորհրդային իշխանությունը չի թույլ տա պարզապես վերցնել այն, ինչ մեկ անգամ տվել է Ադրբեջանին։ Նրանք գիտեին գալու է հարված, բայց չգիտեին երբ։ Դեկտեմբերի 15-ը 1988 թվականին, միայն 2 ժամ անց կոմիտեի նիստից, Վանոն եւ նրա ընկերները ձերբակալվեցին։ Ոչ մի նախազգուշացում, ոչ մի մեղադրանք պաշտոնապես։ Պարզապես ավտոմեքենաներ, մարդիկ միատեղաններով եւ 13 ժամ ճանապարհ դեպի Մոսկվա։ Մատրոսկայա Տիշինան միայն անունով էր հանգիստ։ Այնտեղ չկար հանգստություն, կար միայն սպասումը։ Սպասումը, թե ինչ կլինի հաջորդ քայլը։ Վանո Սիրադեղյանն անցկացրեց 5 ամիս այնտեղ։ 5 ամիս, գիտենալով, որ դրսում Հայաստանը շարունակում է պայքարել։ 5 ամիս, հասկանալով, որ պատերի ետևում կատարվում է ինչ-որ խաղ, որի կանոնները նրանք, ներսում, չգիտեն։ Բայց մայիսին 1989 թվականին նրանց ազատեցին։ Ալ ինչու։ Ով որոշեց։ Որ խաղացողներ փոխել դիրքերը շախմատի տախտակի վրա, որ հանկարծ այդ 13 տղամարդիկ դարձան ավելի արժեքավոր դրսում, քան ներսում։ Եվ արդյոք Վանոն իր բանտարկության ամիսներին հասկացավ այն, ինչ մնացածը չգիտեին, որ իշխանությունը միշտ խաղ է, եւ այդ խաղում հաղթողը նա է, ով հասկանում է ոչ թե կանոնները, այլ այն, թե ով է գրում այդ կանոնները։ 1992-ից մինչև 96 Վանո Սիրադեղյանն էր ներքին գործերի նախարարը։ Դա ժամանակն էր, երբ Հայաստանը փորձում էր ազատվել 2 բանից միաժամանակ՝ խորհրդային անցյալից եւ քրեական ներկայից։ Փողոցներում տիրում էր բանդաների օրենքը։ Երևանի կենտրոնում գիշերները լսվում էին կրակոցներ։ Ոստիկանությունը կամ անզոր էր, կամ մաս էր կազմում այդ քաոսի։ Եվ ահա Սիրադեղյանը ստանձնում է պաշտոնը։ Նախ նա փոխեց մարդկանց։ Հին ապարատը, որը խորհրդային ժամանակներից մնացել էր կոռումպացված եւ անարդյունավետ, լիովին վերակազմավորվեց։ Բայց ով էին նոր մարդիկը։ Որտեղից էին նրանք։ Շատերը խոսում էին, որ Սիրադեղյանը ստեղծեց իր սեփական ցանցը, մարդկանց, ովքեր հավատարիմ էին ոչ թե պետությանը, այլ անձամբ նրան։
Սա էր առաջին անգամը, երբ Հայաստանում ներքին գործերի նախարարությունը դարձավ ոչ միայն իրավապահ մարմին, այլև քաղաքական ուժ։ Եվ հետո սկսվեց կոչվածը մաքրում։ Բանդաների ղեկավարները սկսեցին անհետանալ։ Ոմանք ձերբակալվեցին, ուրիշներ փախան երկրից, երրորդներ պարզապես չերևացին այլևս։ Փողոցները դարձան անվտանգ կարճ ժամանակում, մարդիկ կարողացան քայլել գիշերները առանց վախի։ Սիրադեղյանը դարձավ հերոս շատերի համար, բայց այդ մաքրման ընթացքում կային բաներ, որոնց մասին պաշտոնապես երբեք չխոսեցին։ Լորտեղ են այն փաստաթղթերը, որոնք նկարագրում էին գործողությունների մեթոդները։ Որ արխիվում պահվում են այդ 4 տարիների իրական պատմությունը։ Մի հին աղբյուր, որը համաձայնվել է խոսել անանուն պայմանով, պատմում է մի դրվագ։ Նա ասում է. 1990-րդ թվականներին ներքին գործերի նախարարության մի շենքում եղել է հատուկ սենյակ։ Դուռը միշտ փակ էր 2 փողպատյա կողպեքով։ Ներսում պահվում էին լուսանկարներ, ձայնագրություններ եւ ամենակարևորը՝ անունների ցուցակներ։ Ցուցակներ մարդկանց, ովքեր համագործակցում էին քրեական աշխարհի հետ։ Ցուցակներ քաղաքական գործիչների, ովքեր ստանում էին փող բանդաներից։ Ցուցակներ իրավապահների, ովքեր աշխատում էին երկու ճակատում։ Այդ ցուցակները Սիրադեղյանի ամենահզոր զենքն էին։ Նա չէր օգտագործում դրանք միանգամից։ Նա պահում էր դրանք որպես երաշխիք։ Երբ մի քաղաքական գործիչ փորձում էր խանգարել նրա աշխատանքին, հանկարծ լռում էր։ Երբ մի բիզնեսմեն մերժում էր համագործակցել, հանկարծ փոխում էր մտքերը։ Ինչու՞։ Որովհետև Վանո Սիրադեղյանը ցույց էր տալիս նրան նորմալ թուղթ, մի ցուցակից, որտեղ կար այդ մարդու անունը։ Բայց եթե այդ ցուցակները այնքան հզոր էին, ինչու՞ չօգտագործեց նա դրանք իր վերջին օրերին, երբ արդեն հետապնդվում էր։ Եթե նա ուներ տեղեկություն բոլորի մասին, ինչու՞ չկարողացավ պաշտպանել իրեն։ Թե դա էր հենց նրա ռազմավարությունը։ Թողնել, որ պաշտոնական աշխարհը մտածի, թե նա պարտվել է, մինչ իրականում նա արդեն դուրս էր նրանց հասանելիությունից։ Եվ ահա մենք հասնում ենք այն պահին, երբ Վանո Սիրադեղյանը դադարում է լինել պաշտոնյա։ 2003 թվականներից սկսած նա գտնվում է փնտրողական ցուցակներում։ Պաշտոնապես մեղադրանքներ քրեական գործերի համար։ Բայց փաստացի նա անհետանում է։ Որտեղ էր նա այդ 20 տարիների ընթացքում։ Եթե իրականում մարդ փնտրվում է պետության կողմից, ինչպես կարող է նա ապրել այդքան երկար առանց ձերբակալվելու։ Պատկերացրեք, դուք մարդ եք, ով ամբողջ կյանքը շինել եք վստահության վրա։ Ոչ թե կուսակցական քարտի կամ պաշտոնի, այլ անձնական կապերի։ Դուք ունեք մարդիկ, ովքեր պարտք ունեն ձեզ։ Դուք ունեք մարդիկ, ովքեր գիտեն, եթե դավաճանեն ձեզ, նրանց իսկ գաղտնիքները կբացվեն։ Դուք ստեղծել եք համակարգ, որտեղ ամենաարժեքավոր արժույթը փաստաթուղթը չէ, այլ անավարտ պատմությունը։ Իսկ հիմա պատկերացրեք, այդ համակարգը փլուզվում է։ Ոչ թե որովհետև դուք թույլ եք տվել սխալ, այլ որովհետև ամբողջ քաղաքական լանդշաֆտը փոխվում է։ Նոր իշխանություն է գալիս, նոր մարդիկ, ովքեր չունեն պարտքեր ձեզ։ Ավելին, նրանք ունեն շահ ձեզ ոչնչացնելու համար, որովհետև դուք գիտեք չափազանց շատ։ Վանո Սիրադեղյանը հասկացավ սա։ Նա տեսավ, որ նրա բոլոր ցանցերը, որոնք նա շինել էր 30 տարվա ընթացքում, դարձել են թույլ, նոր խաղի կանոններում։ Եվ նա ընտրեց այն, ինչ միշտ անում էր լավագույնս։ Նա փոխեց խաղի տախտակը։ Հին բարեկամը, որը աշխատել է նրա հետ 90-րդ թվականներին, հիշում է մի զրույց։ Նրանք նստած էին մի առանձնատանը Երևանի Արվարձանում։ Դա եղել է 2000-րդների սկզբներում, երբ արդեն հստակ էր, որ Սիրադեղյանը կորցնում է իր իշխանությունը։ Բարեկամը հարցրել է. «Վանո, ինչ ես անելու։ Նրանք գալիս են քեզ համար»։ Եվ Սիրադեղյանը պատասխանել է. «Նրանք կգան այնտեղ, որտեղ ես կթողնեմ հետքեր։ Բայց ինչպես կգտնեն ինձ, եթե ես արդեն այլ տեղ լինեմ»։ Այդ պահից սկսվում է անհետացումը։ Վանո Սիրադեղյանը դուրս է գալիս պաշտոնական կյանքից։ Նա այլևս չի երևում հեռուստատեսությամբ։ Նա չի տալիս հարցազրույցներ։ Նրա անունը հիշվում է միայն երբեմնի մամուլի հոդվածներում, որտեղ նշվում է «փնտրվում է»։ Բայց փաստացի այդ փնտրումը երբեք չի դառնում իրական ձերբակալություն։ Ինչու՞։ Մի տարբերակ, որովհետև նա իրոք անհասանելի է։ Նա գտնվում է Եվրոպայում, ապրում է այլ անուններով, օգտագործում է այն ցանցերը, որոնք կառուցել է տասնամյակներ շարունակ։ Երկրորդ տարբերակը, որովհետև իշխանությունը չի ուզում, որ նա ձերբակալվի, որովհետև նրա դատական գործընթացը կբացի այնպիսի գաղտնիքներ, որոնք վնասելու են շատերին, նույնիսկ նրանց, ովքեր հետապնդում են նրան։ Երրորդ տարբերակը, որը շատերը համարում են ամենահավանականը, Վանո Սիրադեղյանը ստեղծել է իր անհետացումը որպես ապահովագրություն։ Եթե նա իրականում բանտում լիներ կամ մահացած, նրա ունեցած բոլոր փաստաթղթերը, բոլոր տեղեկությունները կհրապարակվեին ավտոմատ։ Եվ դա կփլուզեր շատ քաղաքական կարիերաներ։
Այսպիսով, նրա ոչ գոյությունը դարձել է երաշխիք նրա անձնական անվտանգության համար։ Բայց սա նշանակում է, որ անգամ նրանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց նրա մահը, այդ փաստաթղթերը պետք է դեռ լինեն ինչ-որ տեղ։ Որտեղ։ Ով ունի հասանելիություն դրանց։ Եվ ամենակարևորը, եթե նա իսկապես մահացել է, արդյոք այդ պահուստային համակարգը ակտիվացել է արդեն, եւ մենք պարզապես դեռ չգիտենք դրա մասին։ Իսկ եթե նա չի մահացել, եթե հոկտեմբերի 15-ը 2021 թվականին Վանո Սիրադեղյանը պարզապես ավարտեց մեկ այլ փուլ իր անհայտության մեջ։ Եթե նա նստած է ինչ-որ քաղաքում, կարդում է լուրերը իր մահվան մասին եւ ժպտում գիտենալով, որ մեկ անգամ եւս նա եղել է մեկ քայլ առաջ բոլորից։ Արդյոք դուք հավատում եք, որ մարդը, ով ամբողջ կյանքը խաղաց քաղաքականության ամենադժվար խաղերում եւ միշտ գտավ ելք, կարող էր պարզապես մահանալ առանց վերջին խաղաղ քայլի։ Թե դուք պատրաստ եք հավատալ, որ նրա պատմությունը ավարտվեց առանց այն ավարտի, որը նա ինքը պլանավորեց։ Մինչև վերջին րոպեն ես հավատում էի, որ մենք կփրկվենք, ասում է Արամ Խաչատրյանը, ով 90-րդ թվականներին աշխատել է Սիրադեղյանի անձնական օգնականների թիմում։ Նրա ձեռքերը դեռ դողում են 20 տարի անց։ Մենք նստած ենք նրա փոքրիկ բնակարանում Երևանի ծայրամասում, եւ նա առաջին անգամ է համաձայնում խոսել այն մասին, ինչ տեսել է ներսից։ Խոսում է դանդաղ, որպես մարդ, ով երկար ժամանակ է պահել գաղտնիքները, եւ հիմա չի իմանում, արդյոք անվտանգ է դրանք բացահայտելը։ Բայց նրա աչքերում կարդաս մի բան ավելին, քան վախ։ Կարդաս հուսահատությունը մարդու, ով ծառայել է մեծ գաղափարին, իսկ հետո հասկացել, որ այդ գաղափարն ուներ չափազանց մեծ կին։ Իմ կյանքի ամենաանկեղծ տարիներն էին, երբ աշխատում էինք Վանոյի հետ։ Բայց ամենավախեցնող էլ այն պահերն էին, երբ նա հանկարծ լռում էր եւ նայում դեպի պատուհան, կարծես տեսնում էր մի բան, որ մենք չէինք կարող նկատել։ Արամը պատմում է, թե ինչպես Սիրադեղյանը վերակառուցեց ներքին գործերի նախարարությունը։ Նա բերեց մարդկանց, որոնց անձամբ ճանաչում էր տարիներ շարունակ։ Դրանք չէին պարզապես ոստիկաններ։ Դրանք էին նրանք, ովքեր հասկանում էին, թե ինչպես է աշխատում հայկական մտածողությունը։ Որտեղ է սկսվում ընտանեկան հավատարմությունը եւ որտեղ պետական պարտականությունը։ Որտեղ է վերջանում օրենքը եւ սկսվում արդարությունը։ Վանո Սիրադեղյանը գիտեր, որ Հայաստանում դուք չեք կարող պարզապես գրել օրենք եւ ակնկալել, որ մարդիկ հետևեն դրան։ Դուք պետք է հասկանաք, թե ինչու են մարդիկ խախտում օրենքը եւ հետո ստեղծեք համակարգ, որտեղ նրանց ավելի շահավետ կլինի չխախտել այն։ Բայց այդ համակարգը հիմնված էր անձնական վստահության վրա։ Եվ անձնական վստահությունը նշանակում է, որ դուք չեք կարող վստահել ամբողջ պետությանը։ Դուք վստահում եք կոնկրետ մարդկանց։ Արամը պատմում է, թե ինչպես Սիրադեղյանն ամեն օր ունենում էր մի արարողակարգ։ Առավոտյան 9 ժամին նա հավաքում էր իր ամենամոտ 5 օգնականներին մի փոքր սենյակում, որտեղ չկար որևէ տեխնիկա, ոչ հեռախոս, ոչ ռադիո, ոչ ձայնագրիչ։ Եվ նրանք հաղորդում էին միմյանց այն, ինչ տեղի էր ունեցել վերջին 24 ժամվա ընթացքում։ Մենք կոչում էինք դա առավոտյան խոստովանություն, ասում է Արամը։ Յուրաքանչյուրը պատմում էր, թե ինչ էր տեսել, լսել, զգացել։ Ոչ փաստեր, այլ զգացումներ։ Եթե մի օգնականը զգում էր, որ ինչ-որ մեկը դավաճանության մեջ է, նա ասում էր դա անմիջապես։ Եվ Վանոն չէր հարցնում, ապացույց ունես։ Նա հարցնում էր, ինչու ես այդպես զգում։ Սա էր Սիրադեղյանի ուժը։ Նա հավատում էր ինտուիցիային ավելի, քան փաստաթղթերին, որովհետև փաստաթղթերը կարող են կեղծվել, բայց մարդու զգացողությունները դժվար։ Իսկ ինչին էր արժեր այս համակարգը։ Արամի դեմքը ստվերվում է, երբ նա պատմում է վերջին տարվա մասին։ 1990 թվականը, երբ արդեն հստակ էր դառնում, որ նոր քաղաքական ուժեր փորձում են վերահսկել իշխանությունը, երբ Սիրադեղյանի մերձավորները սկսեցին զգալ, որ նրանց հետևում են, երբ հեռախոսային զանգերը չէին անցնում եւ հանդիպումները չէին տեղի ունենում ժամանակին։ Վանոն ասաց մեզ. եթե ինչ-որ բան պատահի ինձ, դուք չպետք է փորձեք փրկել ինձ, դուք պետք է փրկեք ընտանիքներին։ Արամի ձեռքերը ավելի ուժեղ են դողում հիմա։ Նա գիտեր, որ ավարտը մոտենում է, բայց նա ուզում էր, որ մենք ապրենք։ Եվ մենք ապրեցինք։ Բայց ինչպիսին կյանքով։ Արամը չի աշխատել պաշտոնապես վերջին 15 տարին։ Նա ապրում է փոքրիկ կենսաթոշակով եւ երբեմնի խնայողություններով։ Նրա երեխաները չեն ճանաչում նրան որպես հերոս։ Նրանք չեն հասկանում, թե ինչու նա խուսափում է խոսել անցյալի մասին։ Նրանք հարցնում են. «Հայր, ինչու ես դուրս չես գալիս տուն երեկոյան։ Ինչու ես միշտ նայում ետևդ, երբ քայլում ես փողոցում»։ Եվ ես ինչ ասեմ նրանց, որ ես տեսել եմ այնպիսի բաներ, որոնք մարդ չպետք է տեսնի, որ ես ծառայել եմ մարդու, ով փրկեց Հայաստանը քաոսից, բայց գինը եղավ այնքան մեծ, որ մենք դեռ վճարում ենք այն։ Սիրադեղյանի ամենամոտ օգնականներից 10 հոգին դեռ կենդանի են,
Ոմանք Հայաստանում, ուրիշներ արտասահմանում։ Բոլորն էլ լռում են, բոլորն էլ վախենում են։ Ոչ թե իշխանությունից, այլ ճշմարտությունից։ Որովհետև այն, ինչ տեղի ունեցավ 90-րդ թվականներին, դա եղավ ոչ միայն մաքրում բանդաներից, դա եղավ վերակառուցում ամբողջ համակարգի, եւ այդ վերակառուցման ընթացքում կային ընտրություններ, որոնք այսօր թվում են անընդունելի։ Բայց այն ժամանակ դրանք թվում էին միակ ճանապարհը, եւ մարդիկ, որոնք կատարեցին այդ ընտրությունները, դեռ ապրում են այդ հարցի հետ. արդյոք իրավացի էինք։ Երևանի կենտրոնում Աբովյանի փողոցում կա մի հին շենք։ Այսօր այն պատկանում է մի առևտրային բանկին, բայց 90-րդ թվականներին այդ շենքի ստորգետնյա հարկում գտնվում էր Վանո Սիրադեղյանի անձնական արխիվը։ Ոչ պաշտոնական, ոչ նախարարության մասը, անձնական։ Ներսում պահվում էին փաստաթղթեր, լուսանկարներ եւ ձայնագրություններ, որոնք նա հավաքել էր տարիներ շարունակ։ Դրանք չէին պետական գաղտնիքներ, դրանք էին անձնական գաղտնիքներ։ Մարդկանց, ովքեր նվիրաբերում էին իրենց ամենաինտիմ խոստովանությունները, երբ նրանց ձերբակալում էին կամ քննում էին։ Ինչու Սիրադեղյանը պահպանում էր այդ արխիվը անձնական։ Որովհետև նա գիտեր, պետական արխիվներն հասանելի են ամբողջ համակարգին, եւ համակարգի ներսում միշտ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն օգտագործել այդ տեղեկատվությունը սեփական շահերի համար։ Բայց երբ արխիվը անձնական է, երբ միայն մեկ մարդ գիտի, թե որտեղ է այն եւ ինչ է պարունակում, այն դառնում է բացարձակ զենք։ Զենք, որը չես կարող գողանալ, որովհետև չգիտես որտեղ է։ Զենք, որը չես կարող կեղծել, որովհետև չգիտես ինչ է իրականում ներսում։ Ստորգետնյա այդ սենյակում մուտքը ուներ միայն 3 մարդ. Վանո Սիրադեղյանը, նրա տեխնիկական օգնականը եւ մի անձնական պահակ։ Սենյակի դուռը ուներ 2 փողպատյա կողպեկ։ Կողպեկներից մեկի բանալին ուներ միայն Սիրադեղյանը։ Երկրորդի բանալին պահվում էր բանկային պահատուփում այլ քաղաքում։ Իսկ այդ պահատուփի բանալին գտնվում էր մի 3-րդ անձի մոտ, ում անունը Սիրադեղյանը երբեք չբացահայտեց։ Այսպիսով, անգամ եթե ինչ-որ մեկը ուզում էր ուժով բացել այդ սենյակը, նա չէր կարողանա արագ կատարել դա։ Եվ Սիրադեղյանն ուներ պլան. 3 ժամում ամբողջ արխիվը տեղափոխել այլ վայր, եթե սպառնալիք լիներ։ Իսկ սենյակի ներսում ինչ էր։ Վկաները, ովքեր տեսել են այն, պատմում են պահարանների շարքեր։ Յուրաքանչյուր պահարան ունի կոդ։ Ոչ մեկը չգիտի ամբողջ համակարգը, բացի Սիրադեղյանից։ Մի պահարանում լուսանկարներ քաղաքական գործիչների, որոնք հանդիպում են քրեական ավտորիտետների հետ։ Մեկ այլ պահարանում ձայնագրություններ զրույցների, որոնք տեղի են ունեցել փակ սենյակներում եւ որոնք մարդիկ չեն ենթադրել, որ ձայնագրվում են։ 3-րդ պահարանում բանկային փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս փողերի հոսքերը, ում մոտից ում։ Բայց ամենավտանգավոր պահարանն էր այն, որը կոչվում էր ընտանիքներ։ Այնտեղ պահվում էին ոչ թե քաղաքական, այլ անձնական խոստովանություններ։ Մարդիկ, ովքեր դավաճանեցին ամուսիններին, հայրեր, ովքեր լքեցին երեխաներին, քույրեր եւ եղբայրներ, ովքեր վաճառեցին մեկը մյուսին։ Այս էր Սիրադեղյանի իրական ուժը։ Նա չէր սպառնում քաղաքական կործանումով, նա սպառնում էր անձնական ամոթով։ Եվ հայկական հասարակությունում անձնական ամոթը ավելի ուժեղ է, քան ցանկացած քաղաքական պարտություն։ 1998 թվականին, երբ Սիրադեղյանը հեռացավ քաղաքական ասպարեզից, առաջին հարցը, որը բոլորը տային, այն էր. ինչ պատահեց այդ արխիվին։ Ոմանք ասում էին, նա այրեց ամեն ինչ, ուրիշներ հավատում էին, նա տեղափոխեց արտասահման։ Երրորդները կարծում էին, նա փոխանցեց դա մի հավատարիմ մարդու, ով պահպանում է այն մինչև հատուկ օր։ Բայց իրականությունը կարծես ավելի բարդ է։ Մի աղբյուր, որը համաձայնել է խոսել պայմանով, որ չբացահայտենք նրա ինքնությունը, պատմում է. Սիրադեղյանը բաժանեց արխիվը 3 մասի։ Մի մասը նա իրականում ոչնչացրեց։ Դրանք էին այն փաստաթղթերը, որոնք վերաբերում էին մարդկանց, ովքեր արդեն մահացել էին կամ այլևս քաղաքական ուժ չէին ներկայացնում։ Երկրորդ մասը նա թողեց Հայաստանում, թաքցրած մի վայրում, որը գիտեն միայն 2 հոգի։ Երրորդ մասը, ամենավտանգավորը, նա տեղափոխեց արտասահման։ Եվ այդ երրորդ մասը պարունակում է տեղեկություններ մարդկանց, ովքեր դեռ իշխանության մեջ են այսօր։ Այս նշանակում է, որ Վանո Սիրադեղյանի անհետացումը չէր միայն ֆիզիկական փախուստ։ Դա էր ռազմավարական քայլ, երաշխավորելու, որ նա միշտ կկարողանա վերադառնալ խաղի մեջ, եթե ցանկանա։ Որովհետև քանի դեռ այդ փաստաթղթերը գոյություն ունեն ինչ-որտեղ, քանի դեռ մարդիկ չգիտեն ինչ է ճիշտ պահվում դրանցում, ամեն մեկը, ով երբևէ առնչվել է Սիրադեղյանի հետ, պետք է ապրի այն վախի հետ, որ մի օր այդ ճշմարտությունը կարող է բացվել։ Բայց ահա մենք հասնում ենք հարցին. եթե Վանո Սիրադեղյանը իսկապես մահացել է հոկտեմբերի 15-ին 2021 թվականին, ինչ պատահեց այդ արխիվին։
Արդյոք գործարկվեց մի ավտոմատ համակարգ, որը հիմա ուղարկում է այդ փաստաթղթերը որոշակի հասցեներին։ Թե արխիվը կմնա փակված մինչև որևէ մեկը գտնի բանալիները։ Եվ ամենակարևորը, ով գիտի այն գաղտնի անունները, որոնք Սիրադեղյանը երբեք չբացահայտեց, այն մարդկանց, ովքեր ունեն հասանելիություն դեպի այն ստորգետնյա սենյակները, որտեղ պահվում է իրական ճշմարտությունը։ Գարուն, 1995 թվական։ Վանո Սիրադեղյանի տունը Նուբարաշենում լուսավորվում է մութ գիշերում։ Ներսում նրա կինը նստած է հյուրասենյակում եւ սպասում է։ Նա գիտի, որ Վանոն կգա ուշ, ինչպես միշտ այդ ամիսներին։ Այն, ինչ նա չգիտի, դա այն է, որ այս գիշեր կլինի վերջին անգամը, երբ նա տեսնի իր ամուսնուն իսկական դեմքը։ Երբ նա կարողանա խոսել նրա հետ առանց վախի, որ ինչ-որ մեկը լսում է։ Վանոն ներս է մտնում ժամը 1-ին։ Նա հանում է պալտոն, նստում է բազկաթոռին եւ առաջին անգամ վերջին 10 տարվա ընթացքում նրա դեմքը արտահայտում է ոչ թե վերահսկվող հանդարտություն, այլ անկեղծ հոգնածություն։ Կինը նայում է նրան եւ հասկանում, ինչ որ բան փոխվել է։ Վանո, ինչ է, նա հարցնում է։ Եվ նա պատասխանում է 3 խոսքով, որոնք փոխում են ամեն ինչ։ Ես պետք է գնամ։ Ընտանիքը, սա եղել է Սիրադեղյանի ամենակարևոր գաղտնիքը։ Նա երբեք չի խոսել հանրության առջև իր մասնավոր կյանքի մասին։ Նա պահպանել է իր կնոջ եւ երեխաներին հասարակության աչքից հեռու։ Ոչ թե որովհետեւ ամաչում էր նրանցից, այլ որովհետեւ գիտեր, հայկական քաղաքականության մեջ ընտանիքը դառնում է թուլություն։ Եթե թշնամիներդ գիտեն, թե ում ես սիրում, նրանք կարող են հարվածել քեզ այնտեղ, որտեղ ամենաբարակ ես։ Եվ Վանոն չուզեց, որ իր ընտանիքը դառնա զենք ուրիշների ձեռքում։ Բայց այդ գիշերը նա հասկացավ, որ պաշտպանել իրենց նա այլևս չի կարողանա։ Նա զգաց, որ քաղաքական մթնոլորտը փոխվում է այնպես, որ նրա գոյությունը դառնում է սպառնալիք իր ամենամոտ մարդկանց համար։ Եվ նա կատարեց ընտրություն, որը շատերը հասկացան սխալ։ Նա հեռացավ իրենցից։ Ոչ թե դավաճանելու համար, այլ փրկելու համար։ Նրա կինը, ով երբեք հարցազրույցի չի անցել եւ ում անունը հազվադեպ է հիշատակվել մամուլում, այդ գիշերը հասկացավ ամեն ինչ առանց բացատրությունների։ Նա չհարցրեց, երբ կվերադառնաս։ Նա չխնդրեց՝ տար մեզ հետդ։ Նա միայն ասաց. ես գիտեի, որ այսօրը կգա։ Եվ Վանոն նայեց նրան այնպես, որ երևում էր, սա ամբողջ նրա ուժի աղբյուրն էր։ Ոչ թե քաղաքական դաշինքները, ոչ թե գաղտնի արխիվները, այլ այս մեկ մարդը, ով հասկանում էր նրան առանց բառերի։ Երեխաները քնած էին։ Վանոն մտավ նրանց սենյակ եւ նստեց մի քանի րոպե նրանց մահճակալների կողքին։ Նա չարթնացրեց նրանց։ Նա չբացատրեց, թե ինչու է հեռանում։ Նա միայն դիտեց նրանց դեմքերը որպես մարդ, ով փորձում է հիշել ամեն մանրուք, որովհետև չգիտի, երբ կտեսնի դրանք նորից։ Հետո նա դուրս եկավ, փակեց դուռը եւ հեռացավ այնպես անբարձրաձայն, որ նրանք երբեք չլսեցին նրա քայլերի ձայնը։ Վերջին 20 տարվա ընթացքում նրա կինը 2 անգամ է տեսել նրան հեռվից։ 2 անգամ, մի պատահական հանդիպման ժամանակ Եվրոպայում, երբ նա ճանապարհորդում էր իր քրոջ մոտ։ 2 անգամ նրանք նայեցին միմյանց աչքերի մեջ եւ շարժեցին միայն գլուխները, հայտնելու, որ ամեն ինչ լավ է։ Ոչ խոսքեր, ոչ հարցեր։ Միայն լռություն, որը պարունակում է ամբողջ պատմությունը։ Այս է ամենաառեղտվածային մասը Վանո Սիրադեղյանի կյանքում։ Նա կառուցեց ամբողջ համակարգ պաշտպանելու Հայաստանը, բայց չկարողացավ պաշտպանել սեփական ընտանիքը։ Եվ սա գուցե եղավ նրա ամենամեծ գինը, ոչ թե իշխանության կորուստը, այլ այն երեքշաբթի գիշերները, երբ նա պառկած էր օտար քաղաքի հյուրանոցի սենյակում եւ հիշում, ինչպես էին նրա երեխաները շնչում քնած։ Պատկերացրեք, դուք մեկն եք հիսնեկներից, ովքեր գիտեին ամենը Վանո Սիրադեղյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր գաղտնի թունել Երևանի տակ։ Հիմա պատկերացրեք, ձեզ պետք է ընտրել հավատարմության եւ սեփական կյանքի միջև։ 1998 թվականի աշուն հիսնեք այդ մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչն ստիպեց նրանց դավաճանել սեփական ղեկավարին։ Թե դա իսկապես դավաճանություն էր։ Նրանցից ամենաձերը Լևոն Մարտիրոսյանը ծառայել էր Սիրադեղյանին 11 տարի։ Նա հիշում է այն երեկոն։ Օգոստոսի 19, 1998 թվական։ 50 հոգի հավաքվեցին մի առանձնատանը Ծաղկաձորի մոտ։ Վանոն չէր այնտեղ։ Դա առաջին անգամն էր, երբ նրանք հավաքվում էին առանց նրա։ Եվ բոլորը գիտեին ինչու։ Մենք նստեցինք մեկ սեղանի շուրջը, պատմում է Լևոնը, ձեռքերը դողում են ինչպես հիշողության ծանրությունից։ Եվ ամենահին մարդը, Գարեգինը, ասաց միայն մեկ նախադասություն. մենք պետք է ընտրենք մեր երեխաների ապագան։
Այդ նախադասությունում ամեն ինչ հստակ էր։ Նոր իշխանությունը չէր պատրաստվում պարզապես փոխել հին համակարգը։ Նա ուզում էր ոչնչացնել ամեն մի մարդու, ով կապված էր Սիրադեղյանի հետ։ Բայց ով էին նրանք, պարզապես գործակալներ։ Ոչ։ Դրանք էին մարդիկ, ովքեր հավատում էին, որ փրկում են երկիրը, որոնք 54-ից 56 ամեն գիշեր քայլում էին փողոցներով, գիտենալով, որ մեկը կարող է չվերադառնալ, որոնք ձերբակալում էին ոչ թե պարզապես հանցագործներ, այլ մարդկանց, ովքեր ուներ ավելի շատ զենք, քան նրանք ինքները, եւ որոնք այս ամենը անում էին, որովհետեւ հավատում էին մի մարդու տեսլականին։ Իսկ հիմա այդ տեսլականը փլուզվում էր, ոչ թե որովհետեւ դա սխալ էր, այլ որովհետեւ քաղաքական հողմերը փոխվեցին։ Եվ այդ 51 հոգի հասկացան, նրանք պետք է գոյատևեն։ Ծաղկաձորի այդ առանձնատանը օգոստոսի 19-ը նրանք կատարեցին մի համաձայնություն։ Պաշտոնապես նրանք դադարեցրին հավատարմությունը Սիրադեղյանին։ Անպաշտոնապես նրանք երդվեցին երբեք չբացահայտել այն, ինչ իսկապես գիտեին։ Քանի մարդ կարող է պահել գաղտնիք 20 տարի։ 51-ը կարող են, եթե նրանց երեխաների կյանքերը կախված են դրանից։ Հարց. Արդյոք Վանո Սիրադեղյանը գիտեր այդ հանդիպման մասին։ Արդյոք նա նախատեսել էր այն եւ նա տվել նրանց լրակյաց թույլտվություն փրկվելու համար։ 2006 թվական։ Մի բժշկական քարտ փակ պահարանում Ժնևում պարունակում է անուն Պետրոսյան Արմեն։ Ազգություն հայ։ Ծննդյան տարեթիվ 1946։ Բժիշկը, ով բացել է այդ քարտը մեկ անգամ, հիշում է դեմքը։ Տղամարդ, 60 տարեկան, բայց նայվում է ավելի ծեր։ Աչքերը խորը ընկած, ձեռքերի մաշկը բարակ ինչպես թուղթ, քայլելիս պահում է ձախ կողը, կարծես ցավ կա այնտեղ։ Վանո Սիրադեղյանը 54-ից 96 4 տարի իշխանության մեջ էր։ 4 տարի, որոնք մարդուն ծերացնում են 15-ով։ Նախ մազերը։ 1992-ին նրանք դեռ սև էին, մի քանի մոխրագույն թելերով։ 1996-ում ամբողջովին ճերմակ եւ այլևս ոչ թե հաստ, այլ նուրբ, կարծես ամեն մի մաս չեր ունենում ուժ պահվելու։ Հետո 30-ը։ Մարդիկ, ովքեր հանդիպում էին նրան 94-ում, ասում էին, նա ունի կարծր դեմք, որը չի շարժվում, երբ նա խոսում է։ Բայց 96-ում այդ կարծրությունը վերածվել էր քարի։ Դեմքը պահպանում էր արտահայտությունը, նույնիսկ սկ երբ նա փորձում էր ժպտալ։ Կարծես մկանները մոռացել էին, թե ինչպես շարժվել։ Բայց ամենավտանգավոր փոփոխությունը եղավ հայացքում։ Մարդը, ով տեսել է Սիրադեղյանին 96-ում, պատմում է, նրա աչքերը դարձել էին ինչպես որսորդի, ով միշտ դիտում է ետևից։ Երբ նրա հետ խոսում էիր, զգում էիր, նա լսում է ոչ թե քեզ, այլ ինչ-որ մեկի այլ բանի։ Նա միշտ սպասում էր հարվածին, որը չգիտեր որտեղից կգա։ Սա է իշխանության ֆիզիոլոգիան։ Երբ դու գիտես, որ բոլորը ուզում են քո տեղը զբաղեցնել, երբ դու գիտես, որ քո ամենամոտ բարեկամները կարող են վաղը դառնալ քո թշնամիներ, երբ դու չես կարող վստահել նույնիսկ այն մարդուն, ով պատրաստում է քո ճաշը։ Բժշկական գաղտնիքներն էլ կային։ 54-ից ի վեր Սիրադեղյանը տառապում էր բարձր ճնշումից։ Պաշտոնապես դա երբեք չբացահայտվեց։ Բայց մի դեղատան արխիվում Բաքվում, որը փակվել է 2003 թվականին, պահպանվել է ցուցակ դեղամիջոցների, որոնք պատվիրվել էին Սիրադեղյանի համար։ Միջոցներ ոչ միայն ճնշման, այլև սրտի ռիթմի համար։ Դեղեր անքնության դեմ։ Հաբերնյարդերի համար։ Անձնական բժիշկը, ով ծառայեց նրան 5 տարի, պատմում է, Սիրադեղյանը մերժում էր ընդունել դեղել առավոտը։ Նա ասում էր. եթե ես ընդունեմ դեղ, ես չեմ կարող մտածել հստակ։ Եվ եթե ես մեկ օր չմտածեմ հստակ, ամբողջ համակարգը կփլուզվի։ Արդյունքում նա ընդունում էր դեղերը միայն գիշերները, եւ հաճախ այդպես էլ չէր քնում։ Նրա պահակները պատմում են, թե ինչպես գիշերներ երկարին լույսը միացած էր Սիրադեղյանի աշխատասենյակում, երբեմն մինչև առավոտյան 4-ը։ Նա կարդում էր փաստաթղթեր, հեռախոսով զրուցում էր մարդկանց հետ, ում անունները երբեք չգրվում էին լոգերում։ Եվ երբ վերջապես պարկում էր քնելու, նա վերցնում էր ատրճանակ եւ դնում բարձի տակ։ Ամեն գիշեր, 11 տարի շարունակ։ Արդյոք կարող է մարդը տևել այդպիսի ռեժիմում։ Արդյոք նրա մարմինը, որը 34 տարեկանում էր ամուր եւ լիառատ, կարող էր դիմակայել այդպիսի ճնշմանը։ Բժիշկներ, ովքեր ուսումնասիրել են քաղաքական գործիչների առողջությունը, ասում են, յուրաքանչյուր տարի իշխանության մեջ հավասար է 3-ի սովորական կյանքում։ Այսինքն Վանո Սիրադեղյանը 96-ում կարող էր ունենալ ոչ թե 50 տարեկանի, այլ 110 տարեկանի մարմին։ Եվ արխիվները։ Այն փաստաթղթերը, որոնք կարող էին ապացուցել նրա առողջական իրական վիճակը, անհետացան։ 56-ում, երբ Սիրադեղյանը հեռացավ կարգավիճակից, բժշկական քարտերը, որոնք պահվում էին նախարարության մասնավոր արխիվում, կորան։
Պաշտոնապես հրդեհի հետևանքով։ Բայց հրդեհաշիջողները, ովքեր եկան այդ օրը, ասում են, կրակը եղել է միայն մի սենյակում։ Հենց այն սենյակում, որտեղ պահվում էին անձնական փաստաթղթերը։ Կարծես ինչ-որ մեկը ճշգրիտ գիտեր, թե որ սենյակը պետք է այրվի։ Բայց ամենասարսափելին այն եղավ, որ անհետացան ոչ միայն Սիրադեղյանի բժշկական քարտերը, անհետացան նաև 53 այլ քարտեր։ 53 մարդկանց, 3 մարդկանց, ովքեր ծառայել էին նրա կողքին։ 53 անուններ, որոնց բժշկական պատմությունները դարձան անհասանելի։ Ինչու՞։ Որովհետև այդ քարտերը պարունակում էին տեղեկություններ ոչ միայն հիվանդությունների մասին, այլև այն մասին, թե ինչ դեղեր էին օգտագործվում, որ մարդիկ խոսեն։ Որոնք, որպիսի մարդիկ լռեն։ Որոնք, որպիսի մարդիկ մոռանան։ Արդյոք Սիրադեղյանը գիտեր այդ արխիվի ոչնչացման մասին, թե դա եղավ հենց նրա վերջին հրահանգը, ապահովել, որ հետագա իշխանությունները երբեք չկարողանան վերականգնել իրական պատմությունը։ 2021 թվականի հոկտեմբերի 15-ից հետո մեկ մարդ ստացավ ամեն ինչ։ Անունը չբացահայտենք դեռ, բայց փաստերը խոսում են ինքնուրույն։ Մի ամիս անց նրա բանկային հաշվին հայտնվեցին 3 միլիոն եվրո։ 2 ամիս անց նա ձեռք բերեց 5 սեփականություն Երևանի կենտրոնում, որոնք նախկինում պատկանում էին Սիրադեղյանի ընկերներին։ 6 ամիս անց նա նշանակվեց մի պաշտոնի, որը տալիս էր հասանելիություն գաղտնի արխիվներին։ Համընկնում։ Ում? Թե մանրակրկիտ պլանավորված գործողություն։ Հետևենք տնտեսական եւ քաղաքական հետքին, որը տանում է Սիրադեղյանի մահվան վայրից դեպի նոր իշխանության կաբինետներ։ Մի հետաքննող լրագրող, ով չցանկացավ բացահայտել իր անունը, վերլուծեց վերջին 10 տարվա ֆինանսական գործարքները։ Նա գտավ հետաքրքիր շղթա։ 1998-ից մինչև 2002 10 ընկերություն, որոնք կապված էին Սիրադեղյանի անմիջական շրջապատի հետ, աստիճանաբար փոխանցվեցին նոր սեփականատերերի։ Ոչ թե միանգամից, այլ դանդաղ, ինչպես ջուրը, որը հոսում է մի կողմից մյուսը։ Եվ յուրաքանչյուր փոխանցման ժամանակ հայտնվում էր մի միջնորդ, մարդ, ով պաշտոնապես էր իրավաբան կամ բիզնես խորհրդատու։ Բայց փաստացի, բոլոր 10 դեպքերում այդ միջնորդը եղել է նույն անձը։ Անունը դեռ չեմ ասի, բայց հասցեն բացահայտի չէ։ Այդ մարդը ապրում է Երևանի ամենաթանկ թաղամասում, տանը, որը նախկինում պատկանում էր Հանրապետական կենտրոնական կոմիտեի անդամի։ Տունը պահպանում է զինված պահակները։ Դուրս չի գալիս առանց 2 մեքենաների ուղեկցության։ Եվ երբ նա շարժվում է քաղաքում, նրա առջևից մարդիկ անցնում են հակառակ կողմը։ Ինչու՞։ Որովհետև բոլորը գիտեն, թե ով է նա, բայց ոչ ոք չի համարձակվում ասել բարձրաձայն։ Քանի անգամ է այդ մարդը հանդիպել Սիրադեղյանին 90-րդ թվականներին։ Պաշտոնական լոգերում 2 անգամ։ Անպաշտոնական հաշվետվություններով 36։ Որն է ճիշտ թիվը։ Եվ ինչի մասին են խոսել այդ 36 հանդիպումներին, եթե դրանք իսկապես տեղի են ունեցել։ Կա մի վկա, ով տեսել է նրանց մեկ անգամ։ 1995 թվականի ձմեռ, ռեստորան Սևանի ափին, որը այն ժամանակ փակ էր հանրությանը։ 2 մարդ նստած են կրակի դիմաց, զրուցում են ցածր ձայնով։ Վկան, ով աշխատում էր ռեստորանի խոհարարի օգնական, չհասկացավ խոսակցության բովանդակությունը, բայց նա հիշում է նրանց դեմքերի արտահայտությունը։ Սիրադեղյանը լուրջ, հարուստ։ Մյուս մարդը հետաքրքրված, հարցական։ Եվ երբ նրանք ավարտեցին զրույցը, նրանք ստորագրեցին ինչ-որ թուղթ։ Մի թուղթ, որը Սիրադեղյանը հետո այրեց կրակի մեջ։ Այդ մարդը հիմա վերահսկում է 3 հիմնական բիզնեսներ Հայաստանում։ 3-ն էլ կապված են ներմուծման հետ։ 3-ն էլ պահանջում են պետական լիցենզիաներ։ Եվ 3-ի դեպքում լիցենզիաները տրվեցին պարզ գործընթացով, առանց բարդությունների, որոնք սովորաբար տևում են ամիսներ։ Ով ստորագրեց այդ լիցենզիաները։ Մարդիկ, ովքեր 90-րդ թվականներին ուներ փոքր պաշտոններ Սիրադեղյանի համակարգում, եւ ովքեր հիմա ունեն մեծ պաշտոններ նոր իշխանության մեջ։ Cui bono։ Ում էր ձեռնտու Սիրադեղյանի անհետացումը։ Ոչ միայն քաղաքական հակառակորդներին, ովքեր ուզում էին ազատվել հին համակարգի խորհրդանիշից, այլև մարդկանց, ովքեր ուզում էին վերցնել այն ակտիվները, որոնք Սիրադեղյանի ցանցը վերահսկում էր։ Ակտիվներ ոչ միայն տնտեսական, այլև տեղեկատվական, արխիվներ, կապեր, գաղտնիքներ։ Եվ այստեղ է ամենասարսափելի մասը։ Եթե Սիրադեղյանը իսկապես մահացել է, ինչու այդ արխիվները չբացվեցին։ Նա պետք է ունենար մեխանիզմ երաշխավորելու, որ նրա մահից հետո ամբողջ ճշմարտությունը հրապարակվի։ Բայց 2 տարի անց նրա պաշտոնական մահից ոչինչ չհրապարակվեց, այսինքն կամ արխիվները չկան, կամ ինչ-որ մեկը դադարեցրել է այդ մեխանիզմը։
եւ ում ունի զորությունը դա անելու։ Միայն մեկը, ով գիտեր համակարգի գաղտնիքները նույնքան լավ, որքան Սիրադեղյանը ինքը։ Այդ մարդուն տեսել են վերջին ամիսներին։ 2 անգամ Ժնևում, մի անգամ Փարիզում։ Նա չի թաքնվում, նա շարժվում է ազատ, բայց երբ լրագրողները փորձեցին մոտենալ նրան, դրա անվտանգության ծառայությունը մերժեց հասանելիությունը։ Երևանի տակ գոյություն ունեն թունելներ եւ բունկերներ, որոնց մասին նույնիսկ ճարտարապետները չգիտեն այսօր։ Դրանք կառուցվել են 30-րդ թվականներին, երբ խորհրդային իշխանությունները պատրաստվում էին հնարավոր պատերազմի։ Հետո մոռացվել են։ Հետո վերագտնվել են 90-րդ թվականներին։ Ով էր դրանք կառուցում գաղտնիության մեջ։ Ինչպիսին էր դրանց իսկական նպատակը։ Եվ ինչու Վանո Սիրադեղյանի վերջին ամիսներին մի անձ, ում անունը պաշտոնապես չգրանցվեց, ստուգում էր այդ երթուղիներն ամեն գիշեր։ 14 կիլոմետր թունելներ, 6 առանձին ելքեր քաղաքից դուրս, 2 ստորգետնյա պահեստներ, որտեղ կարող էին ապրել 30 մարդ 3 ամիս։ Ամեն ինչ նախապես պատրաստված՝ ջուր, սնունդ, կապի միջոցներ։ Եվ քարտեզները, որոնք ցույց էին տալիս այդ համակարգը, պահվում էին միայն մեկ վայրում։ Երկաթե պահարանում, որը գտնվում էր Սիրադեղյանի մասնավոր գրասենյակում։ Ոչ ոք չուներ հասանելիություն դեպի այդ պահարանը, նույնիսկ նրա ամենամոտ օգնականները չգիտեին համակցությունը։ Մի հին շինարար, ով աշխատել է թունելների վերականգնման վրա 94-ում, հիշում է մի դեպք։ Նրանց թիմին հանձնարարվեց ամրացնել կառուցվածքները, որոնք սկսել էին փլուզվել։ Երբ նրանք մտան ներս, տեսան թունելների պատերը ծածկված են մետաղյա փեղկերով, ոչ սովորական։ Որովհետև խորհրդային ժամանակներում օգտագործում էին բետոն, այսինքն ինչ-որ մեկը վերափոխել էր այդ թունելները հետագայում։ Ով։ Եվ ինչու մետաղյա փեղկեր, որոնք անարգելակի թանկ են։ Մետաղը արգելափակում է ռադիոազդանշանները, մետաղը անտեսանելի է դարձնում այն, ինչ ներսում է, ռենտգենյան սարքերի համար։ Մետաղը պաշտպանում է նաև ջերմային սենսորներից։ Թունելների ամենախորը տեղը գտնվում է 44 մետր երկրի տակ։ Այնտեղ կա սենյակ, որը չկա որևէ պաշտոնական քարտեզի վրա։ Շինարարները, ովքեր աշխատեցին այնտեղ, հետո ստորագրեցին գաղտնիության համաձայնագիր։ Դրանցից մեկը պատմում է, այդ սենյակում տեղադրվեցին 5 անկողիններ, մի փոքր խոհանոց եւ ամենակարևորը հեռախոսային գիծ, որը չէր անցնում ընդհանուր ցանցով։ Անմիջական կապ դեպի արտասահման։ Դեպի որ երկիր։ Շինարարը չգիտի, բայց նա տեսավ, թե ինչպես տեխնիկական մասնագետները փորձարկում էին կապը։ Նրանք զանգահարեցին մի համար, պատասխանեցին ֆրանսերեն։ Ինչու։ Սիրադեղյանը կարիք ուներ փախուստի այսպիսի համակարգի։ Դա չէր պարանոյա, դա էր հաշվարկ։ Նա գիտեր ժամանակը գալիս է, երբ նրան կփորձեն ձերբակալել, եւ նա ուներ 2 ընտրություն՝ կամ կանգնել դիմակայության, կամ անհետանալ։ Երրորդ տարբերակը՝ մնալ եւ ընդունել ձերբակալումը, նշանակում էր դատական գործընթաց, որը կբացեր այնպիսի գաղտնիքներ, որոնք կվնասեին ոչ միայն նրան, այլև ամբողջ երկրին։ Սիրադեղյանը ընտրեց երկրորդը։ 95-րդ թվականի աշուն։ Սիրադեղյանի պահակներից մեկը ստանում է հանձնարարություն ամեն երեկո ուղեկցել նրան մի հասցեի։ Պաշտոնապես այցելություն հին բարեկամի մոտ։ Փաստացի ստուգում թունելների մուտքի։ Պահակը պատմում է, նրանք մտնում էին մի հին շենք, որը թվում էր լքված։ Ներսում մի գաղտնի դուռ հատակի տակ։ Սիրադեղյանը իջնում էր ներքև, անցկացնում 30 րոպե եւ վերադառնում։ Ամեն անգամ նա վերցնում էր մի փոքր ծանրոց։ Ամեն անգամ նա վերադարձնում էր այն ավելի թեթև։ Ինչ էր այդ ծանրոցում։ Պահակը երբեք չտեսավ, բայց նա կարծում է փաստաթղթեր։ Վերջին փորձը եղավ 96-րդ թվականի ապրիլին։ Սիրադեղյանը հավաքեց իր ամենամոտ 5 մարդկանց։ Նրանք իջան թունելներ եւ անցան ամբողջ երթուղին, կենտրոնից մինչև արտաքին ելքերից մեկը։ 5 ժամ քայլելով ստորգետնում։ Երբ նրանք դուրս եկան, գտան իրենց քաղաքից 14 կիլոմետր հեռու, անտառում։ Այնտեղ սպասում էր մեքենա։ Ոչ մի պաշտոնական մակնիշ, ոչ մի գրանցում։ Նրանք նստեցին եւ վերադարձան քաղաք առանց որևէ ստուգման։ Համակարգը աշխատում էր, բայց Սիրադեղյանը երբեք չօգտագործեց այն։ Ինչու։ Ու։ Գուցե որովհետև նա հասկացավ, անհետանալը ավելի արժեքավոր է, քան փախուստը։ Եթե նա փախներ թունելներով, բոլորը կիմանային նա վախեցավ։ Բայց եթե նա պարզապես անհետանար առանց հետքի, մարդիկ կմտածեին նա ավելի հզոր է, քան կարծում էին։ Եվ հզորությունը քաղաքականության մեջ հիմնված է ոչ թե ռեսուրսների վրա, այլ ընկալման։ Այսօր այդ թունելները դեռ գոյություն ունեն։ Մուտքերը փակված են, բայց կառուցվածքներն անձեռնմխելի են։ Երբեմն գիշերները տեղացիները լսում են ձայներ երկրի տակից, քայլերի ձայներ, հեռախոսի զանգերի ձայներ։ Պաշտոնապես դա ջրի հոսքի աղմուկն է,
կամ քամու արձագանքը, բայց տեղացիները հավատում են այլ բանի։ Նրանք հավատում են, որ թունելները դեռ օգտագործվում են։ Ում կողմից։ Դա այն հարցն է, որին պատասխան չունեն նույնիսկ նրանք, ովքեր կառուցեցին դրանք։ Հոկտեմբերի 15, 2021 թվական, ժամը 6 առավոտյան։ Մի տղամարդ հարթնանում է քաղաքում, որի անունը մենք երբեք չպետք է իմանանք։ Նա նայում է պատուհանից դուրս։ Փողոցը հանգիստ է, ոչ մի անսովոր մեքենա, ոչ մի անծանոթ դեմք։ Նա վերցնում է հեռախոսը, մի համար, որը պահպանվում է առանց անվան։ Նա տպագրում է մի հաղորդագրություն, 3 բառ միայն։ Դա պատրաստ է։ Ժամը 8-ը։ Այլ քաղաքում մեկ այլ մարդ բացում է համակարգիչը։ Էլեկտրոնային փոստում գտնում է նույն հաղորդագրությունը։ Նա կարդում է մեկ անգամ, ջնջում է անմիջապես։ Հետո զանգահարում է 3-րդ համարի։ Ասում է միայն մեկ բառ. շարունակել։ Խոսակցությունը տևում է 6 վայրկյան։ Ժամը 10-ը։ Երևանում մի մարդ մտնում է բանկ։ Նա ներկայացնում է փաստաթղթեր մի հաշվի փակման համար։ Հաշիվը բացվել է 30 տարի առաջ։ Պատկանել է անձի, ում անունն այժմ պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ։ Բանկի աշխատողը ստուգում է փաստաթղթերը։ Ամեն ինչ կարգին է, լիազորագիրը վավեր է։ Նա փակում է հաշիվը, փոխանցում է գումարը մեկ այլ հաշվի։ Ում հաշիվը։ Սա մնում է գաղտնիք։ Ժամը 12, հայտարարությունը հրապարակվում է։ Հայտնի քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը մահացել է։ Ոչ մի մանրամասն, ոչ մի վայր, ոչ մի պատճառ։ Պարզապես մահացել է։ Հաղորդագրությունը տարածվում է Հայաստանում 3 ժամվա ընթացքում։ Մարդիկ կարդում են, ոմանք հավատում են, ուրիշները կասկածում են, բայց ոչ ոք չի կարող հաստատել։ Ժամը 3:03 ցերեկվա։ Մի արխիվում Ժնևում մի աշխատող ստանում է զանգ, անհայտ ձայն։ Նա տալիս է կոդ, 2 տասնյակ թվեր։ Աշխատողը մտնում է համակարգ և ստուգում է կոդը։ Այն համապատասխանում է մի պահարանի։ Պահարանը պատկանում է ահանը պատկանում է անձի, ով վճարել է 30 տարվա վարձավճար առաջին։ Պայմանագրի մեջ նշված է, եթե սեփականատերը չի հայտնվում 30 տարուց հետո, պահարանի բովանդակությունը պետք է ուղարկվի 5 հասցեի։ Հասցեները գրված են փակ ծրարում։ Աշխատողը բացում է ծրարը, կարդում է հասցեները։ 2-ը Եվրոպայում, 1-ը Ամերիկայում, 1-ը Հայաստանում, 5-րդը անընթեռնելի։ 4 տառեր, որոնք ոչինչ չեն նշանակում։ Նա փորձում է հասկանալ, ապա նկատում է, դրանք չեն տառեր, այլ կոորդինատներ։ Աշխարհագրական կոորդինատներ մթինատներ մի վայրի, որը գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Ժամը 5-ը։ Մի փաստաբան Փարիզում ստանում է փաթեթ։ Ուղարկողի անունը չկա։ Նա բացում է։ Ներսում 115 էջ փաստաթղթեր։ Նա սկսում է կարդալ առաջին էջը։ 5 րոպե անց նա դադարեցնում է։ Փակում է փաթեթը, դնում է պահարան։ Նա հասկացավ, այս փաստաթղթերը չեն նախատեսված անմիջական հրապարակման համար։ Դրանք ապահովագրություն են։ Փաստաբանը ստորագրել է պայմանագիր 10 տարի առաջ։ Պայմանագրում նշված է, եթե որևէ մեկը փորձի ճնշել նրան, նա պետք է հրապարակի այդ փաստաթղթերը։ Բայց քանի դեռ նրան ոչ ոք չի ճնշում, նա պետք է պահպանի լռությունը։ Այդ պայմանագիրը ստորագրել է մի մարդ, ում անունն այսօր հայտարարվեց մահացած։ Ժամը 7 երեկոյան։ Երևանում մի ընտանիք նստած է ընթրիքի սեղանի շուրջը։ Նրանք խոսում են ընդհանուր թեմաներով՝ եղանակը, աշխատանքը, երեխաները։ Հանկարծ հայրը լռում է։ Նա նայում է հեռախոսին, նոր հաղորդագրություն։ 1 վայրկյան նա կարդում է, հետո շարունակում է ճաշել, կարծես ոչինչ չի եղել։ Բայց նրա կինը նկատում է, նրա ձեռքերը դողում են։ Երեխաները ոչինչ չեն նկատում։ Դրանք չգիտեն, որ հայրը 10-օրյա տարի աշխատել է Սիրադեղյանի համակարգում։ Չգիտեն, որ նրան հետապնդում է մի գաղտնիք, որը նա երբեք չի ասել նույնիսկ կնոջը։ Եվ հիմա նա ստացել է հաղորդագրություն, որը հաստատում է այդ գաղտնիքը մնում է փակված հավիտյան։ Հոկտեմբերի 15-ի գիշեր։ Քաղաքներում անձինք, ովքեր երբեք չեն հանդիպել միմյանց, արթնանում են նույն պահին։ Նրանք բոլորն էլ տեսել են մի երազ։ Մի տղամարդ նստած է գրասեղանի մոտ։ Նա գրում է վերջին նամակը, ոչ թե ձեռագիր, այլ համակարգչով։ Նրա մատները քիչ են շարժվում։ Նա հոգնած է։ Երբ նա ավարտում է, նա սեղմում է մի կոճակ։ Էկրանը մթնում է։ Տղամարդը կանգնում է, հագնում է վերարկու, դուրս է գալիս։ Փողոցը դատարկ է։ Նա քայլում է դանդաղ, անցնում է անկյունը և անհետանում է։ Բայց արդյոք անհետանում է, թե երազները ցույց են տալիս ոչ թե մահը, այլ անցումը։ Անցումը մի կյանքից մյուսը, մի ինքնությունից դեպի ուրիշը։ Ով շահեց Սիրադեղյանի անհետացումից ամենաշատը։ Եկեք հետևենք փողին։ Փողը երբեք չի սուտ խոսում։
Փողը միշտ ցույց է տալիս ճշմարտությունը, նույնիսկ երբ բոլոր մարդիկ լռում են։ 110 միլիոն դոլար։ Սա է գումարը, որը անցավ 5 տարբեր հաշիվների միջով 2000-ից 2021 թվականներին։ Հաշիվները բացվել էին տարբեր բանկերում՝ Շվեյցարիա, Կիպրոս, Լյուքսեմբուրգ։ Յուրաքանչյուր հաշիվ ուներ տարբեր անուն, բայց փոխանցումները միշտ կատարվում էին նույն ժամերին՝ ուրբաթ գիշերային ժամը 2-ին։ Ով փոխանցում է փող գիշերվա կեսին։ Մարդ, ով չի ուզում, որ ինչ-որ մեկը նկատի։ Հետազոտող լրագրողը, որին կկոչենք Գագիկ, քանի որ իր իսկական անունը նա չցանկացավ բացահայտել, անցկացրեց 2 տարի, հետևելով այդ փողերի հետքին։ Նա գտավ ինչ-որ բան հետաքրքիր։ Յուրաքանչյուր մեծ փոխանցումից հետո 1-2 շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղի էր ունենում մի փոփոխություն։ Պաշտոնը փոխվում էր սեփականատիրոջ։ Ընկերությունը ստանում էր նոր լիցենզիա։ Հին դատական գործը փակվում էր առանց բացատրության։ Ամեն անգամ առանց բացառության։ Գագիկը կազմեց ցուցակ։ 36 անձ, ովքեր ուղղակի կամ անուղղակի շահեցին այդ գործարքներից։ 36-ից 21-ը ուներ կապեր Սիրադեղյանի հին համակարգի հետ։ 90-րդ թվականներին նրանք աշխատել էին ներքին գործերի նախարարությունում կամ ուրիշ կառույցներում, որոնք Սիրադեղյանը վերահսկում էր։ Հետագայում նրանք հեռացան պաշտոններից, իսկ 2003-ից սկսած նրանք վերադարձան։ Բայց այլևս ոչ որպես պաշտոնյաներ, այլ որպես բիզնեսմեններ կամ խորհրդատուներ։ 21-ից 5-ը մահացան 110 միլիոն դոլարի շարժման ընթացքում։ 2-ը սրտի կաթված։ 1-ը ավտովթար, 2-ը ինքնասպանություն։ Որն է հավանականությունը, որ այդ 5 մահերը պատահական են։ Վիճակագրորեն մոտ 0, բայց պաշտոնապես ոչ մի հետաքննություն չկա, որը կապի այդ մահերը միմյանց հետ։ Մնացած 16-ը դեռ ողջ են։ Նրանցից 9-ը ապրում են Հայաստանում, 7-ը արտասահմանում։ Բոլորն էլ ունեն բարգավաճ բիզնեսներ։ Բոլորն էլ խուսափում են լրագրողներից, եւ բոլորն էլ ունեն մի ընդհանուր բան. նրանք երբեք չեն խոսում Սիրադեղյանի մասին։ Երբ Գագիկը փորձեց հարցազրույց վերցնել նրանցից մեկից, պատասխանը եղավ. «Ես չեմ հիշում այդ անունը»։ Մարդ, ով աշխատել է Սիրադեղյանի հետ 10 տարի, չի հիշում նրա անունը։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ 110 միլիոն դոլարից վերջին մասը, մոտ 30 միլիոնը, փոխանցվեց հոկտեմբերի 12-ին, 2021 թվականին։ 3 օր մինչև պաշտոնական մահվան հայտարարությունը։ 3 օր։ Կարծես ինչ-որ մեկը գիտեր, որ ժամանակը սպառվում է, եւ նա պետք է ավարտեր վերջին փոխանցումը, մինչև ուշ չէր։ Այդ 30 միլիոնը գնաց մեկ հաշվի։ Հաշիվը պատկանում է ընկերությանը, որը գրանցված է օֆշորային գոտում։ Ընկերության սեփականատերը մի ֆոնդ, որի անունն անմիջապես ասում է քիչ բան։ Իսկանդար խնամակալություն։ Բայց երբ Գագիկը փորձեց պարզել, թե ով է կառավարում այդ ֆոնդը, նա հայտնաբերեց 12 շերտ միջնորդների։ Յուրաքանչյուր միջնորդ էր ուրիշ ընկերություն։ Ամեն ընկերություն գրանցված էր ուրիշ երկրում, եւ վերջում ոչ մի իրական անուն։ Միայն կոդ։ Իսկանդարը պարսկական անուն է, նշանակում է պաշտպանող։ Գագիկը հետազոտեց այս խորհրդանիշը։ Նա գտավ, որ Սիրադեղյանը 94-ում հրապարակեց մի հոդված լրագրության մեջ, որտեղ օգտագործեց այդ անունը որպես մականուն մի անանուն քաղաքական գործչի համար։ Պատահականություն, թե նշան։ Արդյոք Սիրադեղյանը ինքը կառուցեց այդ ֆինանսական լաբիրինթոսը, թե ինչ-որ մեկը կառուցեց դա նրա անունից։ Եվ ամենակարևորը, եթե 30 միլիոն դոլարը փոխանցվեց 3 օր առաջ մահվան հայտարարությունից, դա նշանակում է ինչ-որ մեկը գիտեր, որ հայտարարությունը գալիս է, որ նախապես պլանավորված էր, ոչ թե մահը, այլ հայտարարությունը։ 20 տարի առաջ Սիրադեղյանը ասաց իր մոտ մարդուն. «Քաղաքականության մեջ իսկական հաղթողը նա չէ, ով ունի ամենաշատ իշխանությունը, այլ նա, ով կարողանում է հեռանալ ճիշտ պահին»։ Արդյոք հոկտեմբերի 15-ը եղավ այդ ճիշտ պահը։ 3 տարի անցել են պաշտոնական մահից։ Վանո Սիրադեղյանի ընտանիքը դեռ ապրում է լռության մեջ։ Նրա կինը չի տվել մի հարցազրույց անգամ։ Նրա երեխաները հեռացել են հանրային աչքից։ Նրանք ապրում են կյանքով, որը թվում է սովորական, բայց յուրաքանչյուր քայլում զգացվում է դիտում։ Ո՞վ է դիտում նրանց։ Պաշտպանելու համար, թե վերահսկելու։ Պատասխանը չգիտեն նույնիսկ նրանք, ովքեր մասնակցել են այս պատմության ստեղծմանը։ Կարծես այն ունի սեփական կյանք։ Այն շարունակվում է առանց հեղինակի, առանց գլխավոր հերոսի, առանց վերջի։ Երբեմն Երևանում, գիշերային ժամը 3-ին, մի տաքսու վարորդ տեսնում է փոքր լույսեր երկրի տակից։ Կարծես ինչ-որ մեկը դեռ քայլում է հնամյա թունելներով։ Վարորդը թեքվում է նայել ավելի ուշադիր։ Լույսերը անհետանում են։ Նա շարունակում է ճանապարհը։ Հաջորդ առավոտ նա կպատմի ընկերներին.
Նրանք կծիծաղեն, կասեն երևակայություն է, բայց երեկոյան, երբ նա նորից կանցնի այդ տեղից, նա կդանդաղեցնի մեքենան եւ նորից կտեսնի լույսերը։ Կա մի անձնավորություն Փարիզում, հարուստ բիզնեսմեն, ով երբեք չի տվել հարցազրույց։ Յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ նա ստանում է նամակ։ Ուղարկողի անունը չկա։ Նամակում միայն մեկ նախադասություն է գրված. Հիշում ես պայմանագիրը։ Բիզնեսմենը կարդում է, այրում է նամակը եւ շարունակում է իր կյանքը, կարծես ոչինչ չի եղել։ Բայց հաջորդ օրը նա միշտ նվիրում է մի մեծ գումար բարեգործական ֆոնդի, որի անունը ոչ ոք չի ճանաչում։ Ֆոնդի հասցեն գտնվում է փոքր տան մեջ Երևանի ծայրամասում։ Տունը դատարկ է, բայց ամեն ամիս մարդիկ տեսնում են, ինչ որ մեկը լցնում է այնտեղ նոր ծաղիկներ։ Եվ քաղաքի մյուս ծայրում, հին բնակարանում, նստած է Արամ Խաչատրյանը։ Նա նայում է պատուհանից դուրս։ Նրա ձեռքերը այլևս չեն դողում։ 20 տարի անց նա վերջապես սովորել է ապրել այն գաղտնիքի հետ, որը երբեք չի բացահայտի։ Նա հիշում է վերջին անգամը, երբ տեսավ Վանոյին։ Դա եղավ 1995 թվականի ամռանը։ Վանոն ասաց նրան միայն 3 խոսք. հիշիր ամեն ինչ։ Եվ Արամը հիշում է ամեն մանրուք, ամեն անուն, ամեն դեմք, ամեն որոշում։ Բայց նա չի խոսում, որովհետև նա սովորեց վերջին դասը, որը Վանո Սիրադեղյանը տվեց իրեն։ Ամենահզոր իմաստությունը ոչ թե դա է, թե ինչ գիտես, այլ դա է, թե երբ լռես։ Եվ Արամը լռում է մինչև մի օր մեկը հարցնի ճիշտ հարցը, բայց նույնիսկ այդ դեպքում նա չգիտի արդյոք կպատասխանի։ Իսկ Վանո Սիրադեղյանը, արդյոք նա իսկապես մահացել է այդ հոկտեմբերի 15-ին, թե նա ապրում է ինչ-որտեղ, փոքր քաղաքում, որի անունը ոչ ոք չգիտի, ընթերցում է գրքեր եւ հիշում է այն տարիները, երբ նա փոխեց մի երկրի պատմությունը։ Մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը։ Գուցե դա է ամենաարժեքավորը։ Ճշմարտությունը, որը մնում է գաղտնիք։ Ճշմարտությունը, որը պահպանում է իր ուժը հենց այն պատճառով, որ ոչ ոք չգիտի այն ամբողջովին։ Եվ Վանո Սիրադեղյանը, ապրած թե մահացած, հասավ այն, ինչ ցանկանում էր ամբողջ կյանքում, նա դարձավ ոչ թե պատմություն, այլ առեղծված։ Առեղծված, որը մարդիկ կքննարկեն տասնամյակներ շարունակ։ Առեղծված, որը չի լուծվի երբեք։ Եվ գուցե հենց դա է ամենահզոր ժառանգությունը։ Ոչ թե այն, ինչ դու արեցիր, այլ այն, թե ինչ մարդիկ չեն իմանում, որ դու արեցիր։